Բարև ձեզ, Շանթ Գյումրիի եթերում լրատվության ժամը, այսօր ապրիլի 28-ն է, երկուշաբթի։ Ադրբեջանի տարածած հերթական տեղեկությունն է հերքել Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 28-ին 0:25-ի սահմաններում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ Հայաստանի վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան պատրաստ է հետաքննել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը հիմնավորող փաստերը, դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Էստոնիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել այդ երկրի նախագահի, խորհրդարանի նախագահի, ինչպես նաև Էստոնիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Մանրամասները ռեպորտաժում։ Ալինի միջազգային օդանավակայանում Հայաստանի վարչապետին դիմավորել են Էստոնիայի կառավարության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները։ Երեկ Նիկոլ Փաշինյանը նախ այցելել է Տալինի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Վարչապետին դիմավորել է Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանը։ Կատարվել է մոմավառություն, վարչապետը ծաղիկներ է խոնարհել եկեղեցու բակում կանգնեցված խաչքարի մոտ։ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Էստոնիայի Հանրապետության նախագահական նստավայր այցով, որտեղ վարչապետը գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսի հանդիպումը։ Էստոնիայի նախագահը ողջունել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը, նշել հայ և էստոնացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող բազմադարյա կապերը, ընդգծելով, որ դրանք լավ հիմք են երկկողմ համագործակցության ընդլայնման համար։ Վարչապետ Փաշինյանն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի հետ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ արգանքի և բարեկամության պատմական ավանդույթների վրա։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, պետական կառավարման, տնտեսության և արդարադատության ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է այս ուղղությամբ Էստոնիայի աջակցությունը և փորձի փոխանակումը։ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին անդրադառնալիս Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Էստոնիայի անսասան աջակցությունը Հայաստանի Հանրապետության կառավարության տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին, ինչպես նաև Էստոնիայի հստակ դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցում։ Ալար Կարիսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը և հույս հայտնել, որ այն հնարավորինս շուտ կստորագրվի։ Էստոնիայի նախագահը վերահաստատել է իր երկրի աջակցությունը Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության ապահովման ջանքերին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման և համագործակցության ընդլայնման շուրջ։ Պաշտոնական այցի շրջանակում տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էստոնիայի խորհրդարանի Ռիգի Կոգուի նախագահի Լաուրի Հուսարի հանդիպումը։ Վարչապետը նախ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, այնուհետև հանդիպումը շարունակվել է աշխատանքային ճաշի շրջանակում։ Էստոնիայի խորհրդարանի նախագահը կարևորել է Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնական այցը, վստահություն հայտնելով, որ երկկողմ փոխգործակցությունը կընդլայնվի և կամրապնդվի։ Զրուցակիցները կարևորել են Հայաստան-Էստոնիա միջխորհրդարանական համագործակցությունը, այդ թվում միջազգային հարթակներում։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացմանը։ Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շուրջ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցաքնանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները։ Անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Կողմերը շեշտել են խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։
Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետը խոսել է Հայաստանի եւ Էստոնիայի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներից։ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է իրական Հայաստանի գաղափարախոսությունը, անդրադարձել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հաղթահարման հնարավորություններին։ Ապա վարչապետը պատասխանել է ներկաների հարցերին, որոնք վերաբերել են տարածաշրջանային գործընթացներին, Հայաստանի Հանրապետության կառավարության խաղաղության օրակարգին, առաջնահերթություններին, Հայաստանի զարգացմանը միտված ծրագրերին ու նախաձեռնություններին։ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Տալինում գտնվող կոմունիզմի զոհերի հուշահամալիր։ Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը եւ խորհրդանշական նշանակությունը։ Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ, հարգանքի տուրք մատուցելով կոմունիզմի զոհերի հիշատակին։ Տիգրան Հովակիմյան, Հորիզոն։ Իրանի նախագահը Ադրբեջանում է։ Բաքու մեկնելուց առաջ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել էր, որ քննարկելու են Իրանի եւ Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության կարգավորման ուղղված միջանցքների գործարկումը։ Իրանի հետ հարաբերությունների նոր շրջան է ուրվագծվում նաև Միացյալ Նահանգների անուղղակի բանակցություններում։ Միջազգային ակտուալ թեմաները ներկայացնում ենք տեսաշարով։ Իրանն Ադրբեջանից Նախիջևան երթուղի է պատրաստում։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանն ադրբեջանական ASTV հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Բոլորը պետք է հարգեն տարածքային ամբողջականությունը։ Երկրների միջև սահմանային հարաբերությունները նույնպես կլուծվեն, երբ քաղաքական եւ առևտրային հարաբերություններ հաստատվեն, հաշվի առնելով կողմերի իրավունքները, ասել է Փեզեշքյանը, նկատի ունենալով հայ-ադրբեջանական կարգավորումը։ Իրանի նախագահը պատասխանելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Թեհրանի դիրքորոշման մասին հարցին, ընդգծել է տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը եւ հարևան պետությունների տարածքի նկատմամբ պահանջների բացակայությունը։ Իրանը Ադրբեջանին տրամադրում է ճանապարհ դեպի Նախիջևան իր տարածքով։ Այդ հարցում արդեն աշխատանքներ են տարվում եւ կա պայմանավորվածություն, հավելել է Փեզեշքյանը։ Միացյալ Նահանգները շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը։ Կարծում եմ մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու, հավելել է Թրամփը։ Օրերս ԱՄՆ նախագահը հերքել էր լրատվամիջոցներում տարածված տեղեկությունն այն մասին, որ ինքը կանխել է Իսրայելի հարվածն Իրանի միջուկային օբյեկտներին։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ չի վախենում, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարող է իրեն պատերազմի մեջ ներքաշել։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Լավրովը եւ Ռուբիոն քննարկել են ուկրաինական հակամարտությունը։ Նրանք նաև նշել են բանակցությունների նախադրյալների համախմբման կարևորությունը Ուկրաինայում երկարաժամկետ խաղաղության ճանապարհը համաձայնեցնելու նպատակով։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մի շարք այլ հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները բոլոր մակարդակներում։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կրկնել է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագիր պետք է ստորագրվի շատ մոտ ապագայում։ Նա ասել է, որ ԱՄՆ այդ հարցի վերաբերյալ որոշում կկայացնի մեկ շաբաթվա ընթացքում։ Մինչդեռ Ռուբիոյի ռուս գործընկեր արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ առաջ է քաշել հրադադարի պայմաններ եւ հայտարարել, որ շտապել է միայն կխանգարի բանակցությունների ընթացքին։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն պետքարտուղարության Եվրոպայի հետ հարցերով բյուրոյի ղեկավար է նշանակել Սենատում իր աշխատակազմի նախկին աշխատակցին, ով հիմնականում բիզնես խորհրդատուի փորձ ունի, հաղորդում է Reuters-ը։ Այսուհետ այդ պաշտոնը կզբաղեցնի Բրենդան Հանրանը, Լուի Բոնոն, ով Թրամփի նախագահության մեկնարկին նշանակվել էր պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա, անցած շաբաթ աշխատակիցներին տեղեկացրել է, որ լքում է պաշտոնը։ Բրենդանը մասնավոր հատվածում եւ Սենատում կուտակված արժեքավոր փորձառություն ունի, ինչը նրան կօգնի ղեկավարել բյուրոն վերակազմակերպման ընթացքում եւ հաջողությամբ առաջ տանել պետքարտուղարի օրակարգը Եվրոպայում եւ դրանից դուրս, ասված է Բոնոյի էլեկտրոնային նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ։ Կադրային փոփոխությունը տեղի ունենում Վաշինգտոնի եւ Եվրոպայի միջև սրված հարաբերությունների ֆոնին, երբ նախագահ Թրամփը հայտարարում է, թե Ամերիկան պետք է կենտրոնանա իր ներքին խնդիրների վրա, հորդորելով դաշնակիցներին ավելի շատ ներդրում անել Եվրոպայում խաղաղության ու կայունության համար։
Հյուսիսային Կորեան առաջին անգամ հաստատել է իր զինվորականների մասնակցությունը Ուկրաինայի զինված ուժերի դեմ Կուրսկի շրջանում ռազմական գործողություններին, այս մասին շաբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ Կիմ Չեն Ընը զորքերի ուղարկումը համարել է սուրբ առաքելություն, ամրապնդելու բարեկամություն ու միասնությունը երկու երկրների միջև, ապահովելու նրանց զարգացումն ու բարգավաճումը եւ պաշտպանելու երկպետության պատիվը։ Ռուսաստանի Դաշնության տարածքում մեր զորքերի ռազմական գործողությունները լիովին համահունչ են ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքին եւ ԿԺԴ-ի եւ Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի դրույթներին եւ դրա ճիշտ իրականացման օրինակելի օրինակ են, ընդգծել է Կենտրոնական ռազմական հանձնաժողովը։ Տեղեկացնենք, որ շաբաթ օրը Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի մարզն ուկրաինական զինված ուժերի ներկայացուցիչներից մաքրելու գործողության ավարտի մասին։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պարզաբանել է, որ հյուսիսկորեացի զինվորականները մասնակցել են Կուրսկի սահմանային տարածքի ազատագրման գործողության համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն։ Իրանի խոշորագույն առևտրային նավահանգստում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, առաջացել է քիմիական նյութերի հետ անզգույշ վառվելու հետևանքով եւ կապ չունի հրթիռային վառելիքի հետ։ Ապրիլի 27-ին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարությունը։ Նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ Բանդար Աբասի Շահիդ Ռաջայի նավահանգստի տարածքում ռազմական բեռներ չեն եղել, սակայն պայթյունի ճշգրիտ պատճառը դեռ պետք է պարզվի։ Իրանի պետական լրատվամիջոցներում հրապարակած վերջին տեղեկատվության համաձայն նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, վիրավորվել 1200-ը։ Ալաղալաչյան, Հորիզոն։ Ռուսաստանը հրադադար է հայտարարում մայիսի 8-ի կեսգիշերից մինչև մայիսի 11-ի կեսգիշեր։ Այս մասին որոշում է ստորագրել Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը հրադադար հայտարարել է հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Ռուսաստանի իշխանությունները զգուշացրել են, որ ուկրաինական կողմից հրադադարի խախտման դեպքում Կիևը կստանա համարժեք եւ արդյունավետ պատասխան։ Գյումրիի մտորումների թատրոնում պրեմիերա էր, թեման արդիական։ Դուետ ներկայացումը հղիության արհեստական ընդհատումների պատճառով չծնված երեխաների բողոք եւ ծնողներին ուղղված սթափեցման կոչ է։ Բեմադրության հեղինակն է Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանը։ Ներկայացումը ծնվել է Սերգեյ Մագիլևցի երկվորյակները պիեսի հիման վրա։ Չլսված երգը ներկայացում զգուշացում է կյանքի իրավունքի մասին։ Լույսի ու ստվերի խաղը պատմում են նոր արարվող սկզբի եւ վաղաժամ ավարտի ահազարսուր պատմությունը։ Տարածության մեջ լսվող սրտի բաբախյունը երկվորյակներինն է, որոնք պատրաստվում են լույս աշխարհ գալ, բայց նրանց գոյությունը օղակված է անտեսանելի եւ վտանգավոր լռությամբ։ Ներեցեք, դուք առաջինն եք։ Ես միշտ էլ առաջինն եմ։ Մոր որովայնում կյանք ստացած, բայց կյանքի իրավունքի սպառնալիքի շեմին երկվորյակները ապրելու վերջին ճիգերն են անում, բայց անհույս։ Երբևէ ծրագրված կյանքերի ճանապարհը փակված է անտես մի պատնեշով։ Խորհրդավոր կերպարային մատուցմամբ բեմից հնչեցնում են համամարտկային ահազանգը, հազարավոր կորուսյալ կյանքերի ապրելու ձգտումը։ Որտեղ եմ ես ծնվել։ Ումից։ Ինչ պայմաններում։ Ինձ հայտնի չէ։ Ես անգամ հստակ չգիտեմ ունեմ եղբայր թե ոչ, բայց ինձ թվում է, որ նա կա։ Պատերազմը ինձ շատ ստիպեց այդ մասին մտածել։ Մենք պետք է մտածենք այդ մասին, որ այդ բացականներին վերադարձնենք, շատ։ Դրա համար կապ չունի այս համամարտկային է թեման, կլինի հայի մասին, վրացու մասին, չգիտես ինչ ազգի մասին, բայց մենք պետք է մտածենք մեր շարունակականության մասին։ Մայրն անասելի աստվածային կապերով միաձուլված է արգանդում ձևավորվող պտղի հետ։ Այստեղ էլ ամեն բան երկվորյակներն ընդունում ու ընկալում են այնպես, ինչպես մայրը, հավասարապես կիսում նրա հույզերն ու զգացմունքները, այդպես էլ չիմանալով, որ բախտ չեն ունենա ապրելու իրենց համար ծրագրված կյանքի ուղիներով։ Անիմաստ է։ Դա մեզ չի լսում։ Կամ էլ չի ուզում լսի։ Ներիր ինձ մայրիկ, իմ
Իմ ապրելու ցանկության համար։ Ամեն նման հատում, ամեն նման աբորտ ինչ որ երկի կիսատ մնալ է։ Նոստալջի ընկերությունը կիսատ մնալ է ու մենք այս դեպքում ավելի շատ չապրվող կյանքի կիսատ մնալու մասին ենք խոսում։ Մենք պետք է նաև ռեալ հողի վրա սրա Տարտու Արաքսնում եւ այստեղ այլ շերտեր է բացահայտվում։ Չգիտեմ, հիմա ակնարկով եմ ասում, բայց ցանկացած մարդ պիտի նաև հնարավորություն ունենա իր երեխային ըստ արժանավորին մեծացնելու, շատ երեխաներ ունենալու։ Ես որ նշում եի անհատական դաշտից եթե դուրս կանք ավելի մեծ համազգային տիրույթում, ապա իհարկե դա ազգի համար, պետության համար պետք է լինի ռազմավարություն։ Հասարակական անառողջ գիտակցման, անպատասխանատվության ու մեղքի հետևանքով տարեկան հարյուրավոր երեխաներ չեն ծնվում, որովհետև նրանք ցանկալի չեն կամ կարող են խոչընդոտել իրենց ծնողների լիարժեք կյանքը։ Ամերիկի գլխավոր հովանավոր արմատավորված է տղա երեխա ունենալու առաջնահերթությունը։ Տարեկան Հայաստանում մոտ 1000-ից 1200 աղջիկ չի ծնվում։ Կենտրային անհավասարություն կա, կենտրային անհավասարությունը հատկապես հայ ժողովրդի կողմից հրաժարվում են աղջիկ երեխայից, կանխում են այդ ծնունդը, վերացնում է նոր ստեղծված ոգուն, մեզ ոչ մեկ իրավունք չտվի այդ ոգուն վերացնել, նոր ոգուն, որը ձևավորում է ապագա մարդը, ապագա մայր է, որը էլի երեխա է ծնելու։ Սոցիալական թեմաներով ներկայացումները արտացոլում են հասարակության առավել զգայուն ու կարևոր խնդիրները։ Բեմը դառնում է հարթակ, որտեղ յուրաքանչյուր բառ ու տեսարան վերածվում է կարևոր ուղերձի։ Այս դեպքում հատկապես կարևոր է շեշտել, որ անկախ սեռից յուրաքանչյուր երեխա ունի ապրելու իրավունք։ Բայց ես չեմ ուզում մեռնել։ Ես այլևս տեսիլ կամ երազանք չէ։ Վայրի Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։ Այժմ լրահոսը եւս սպառված է, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։